Պատրաստում եմ իմ սիրած իտալական աղցանը կապրեզեն հայկական մոտիվներով։ Եկեք լոլիկը մոցարելա պանիրը առանձնացնենք, վերցնենք ինը այդ ընկերության խաղողի կորիզի բարձրորակ յուղ ու շերտատենք լոլիկը։ Ինչ ասացի, լոլիկ, պանիր, կանաչ բազիլիկ ու ինեիտ ընկերության խաղողի կորիզի բուսայուղը այս անգամ կօգտագործեմ ու հաջորդ անգամ մեկ այլը կփորձեմ։ Ընկերներ, քանի որ ինձ մոտ լոլիկը բավականին մեծ է, շերտերը կկտրատեմ ահա այսպես, մի քիչ մեծոտ։ Այս աղցանը շատ լավ է ստացվում նաև չերի տեսակով, բայց մեր հայկական լոլիկներն այնքան քաղցր են, որ չերին ոչ մի կերպ չեն զիջում։ Չերին հենց դրանով է հայտնի իր քաղցրահամությամբ։ Եկեք կտրատեմ ու ցույց տամ հերթականությունը։ Լոլիկը ահա այսպիսի շերտերի վերածեցի, հիմա կտրատեմ մոցարելա պանիրը։ Սա էլ այսպես է պատրաստ, եկեք հավաքենք աղցանը։ Մեզ հարկավոր է նաև կանաչ բազիլիկ։ Ընդ որում, այս աղցանը, սիրելի բարեկամներ, Իտալիայի դրոշի գույներով է։ Դասավորում ենք հետևյալ կերպ՝ լոլիկ, պանիր, բազիլիկ, լոլիկ, պանիր, բազիլիկ։ Ահա այսպես։ Լոլիկ, բազիլիկ, պանիր, կրկին լոլիկ, կրկին պանիր, կրկին բազիլիկ։ Կարող եք այսպես շերտով վերցնել, կարող եք ծաղկաբույլից վերցնել և նույն հերթականությամբ դասավորել։ Ահա այսպես։ Առանձնացնենք տերևը և ինչի հերթն է լոլիկի։ Ահա։ Պանիր, բազիլիկ։ Եկեք այս համով մասերը դնենք։ Իսկ ամենավերջում, ինչպես հասկացաք բարեկամներ, դնելու ենք բուսայուղ, հայկական համեղ բուսայուղը։ Կարող եք օգտագործել ձիթապտղի յուղ, կարող եք օգտագործել դեղձի կորիզի յուղ, արևածաղկի անհոտ անհամ յուղ, ամենահամեղը իմ փորձարկումներով ձիթապտղի յուղովն է ու խաղողի կորիզի յուղովը։ Լոլիկի շերտը վերցնել, բայց այստեղ ոնց որ պանիրը քչություն արեց։ Այսպես դասավորում ենք մինչև վերջ, սիրելիներ։ Տեսեք ինչ սիրուն ստացվեց։ Հիմա վրան հիմալայան աղ եմ աղում։ Հիմալայան վարդագույն աղով եմ ուզում աղցանի վրա մի քիչ ցանել, որ աղցանի համեղությունը ընդգծվի։ Աղն էլ աղացի, իսկ հիմա ավելացնում եմ բուսայուղը։ Ահա թե ինչն է այս աղցանը հայիֆիկացնում։ Մեր բուսայուղը տեղական համեղ, բարձրորակ, սառը ճզման եղանակով ստացված յուղը մի քիչ էլ ավելացնեմ։ Այնքան համեղ է իմ շատ սիրելի բարեկամներ, որ չեք պատկերացնի։ Ահա այսպես իտալական աղցանը եւս հայաֆիկացրինք շնորհիվ մեր բուսայուղի, մեր համեղ բնամթերքների։ Անպայման պատրաստեք։ Իդեպ կարելի է այս կանաչ բազիլիկից ստանալ պեստո թանձրուկ, ուղղակի աղալ էլի բարձրորակ բուսայուղով, բլենդերով խփել, ավելացնել մի երկու բաղադրիչ, ինգրեդիենտ, որոնց մասին ես գրել եմ հատուկ տեսանյութում, պեստոյի թանձրուկի տակ, այդպես էլ ավելացնել աղցանի վրա։